эту сцену уважаемого Покраданяна Гакопа, депутата парламента Ливана. Он с 2005 года является депутатом Ливанского парламента, член бюро партии Армянская революционная федерация Дашнак Цутюн, и он ответственный в бюро за Ближневосточный регион. Հարգելի բարոն Աբրահամյան, սիրելի բարեկամներ, համագիրներ, հայ ժողովրդի տադին եւ պաշտպաններ։ 111-րդ ոգեգոճումն է հայոց ցեղասպանության եւ այս ցեղասպանության ոգեգոճումը այս տարի կկատարենք, երբ աշխարհով մեկ եւ հատկապես միջին արևելքի մեջ ցեղասպանությունը կշարունակվի։ Ցեղասպանությունը կշարունակվի, որովհետև Օսմանյան գայսրության կողմէ կատարված ցեղասպանությունը համապատասխան բադիժը չստացավ։ Եվ ոչ ալ իր ժառանգորդը ներկա Թուրքիան ընդունեց ոչիրի պատասխանատվությունը, ներողություն խնդրեց զոհեն եւ հատուցումներ կատարեց։ Երբ ոչրագործը անբադիժ կմնա, ոչիրը կշարունակվի, իսկ ոչիրի մասին լուր մնացողը մերձագից կդառնա ոչիրին։ Գուկամ Լիբանանեն, որու հայ բնակչության ամբողջությունը Սուրիո բնակչության հետ եւ Իրաքի եւ Վաղեստինի հայերուն հետ եղած են առաջին ժառանգորդները ցեղասպանության ճողոբրած եւ միջին արևելքի այդ երկիրները ապաստանած հայերուն։ Զավակն եմ ժողովրդիմը եւ զավակն եմ հորմը, որ իր հայրը չտեսած դիկրանագերդի մեջ եւ մեծած է առանց հոր եւ մենք ուրիշներու նման մեծած ենք առանց մեծ հայրերու եւ մեծ մայրերու եւ այսօր պատմությունը կգրտե ինքզինք Արցախի մեջ Հայաստանի սահմաններուն վրա եւ Սփյուռքի մեջ, որովհետեւ ցեղասպան ոչրագործը իր բադիժը չի ստացած։ Այսօր Սփյուռքի եւ Հայաստանի պատմության վերջին 100-ամյակին դերևս ճակատագրական անգյունաթարցային ամենավտանգավոր հանգրվաններուն թեմանտիման է հայ ժողովուրդը Հայաստանի մեջ եւ Սփյուռքի։ Հայաստանի ապազգային իշխանությունները հանձնել են Արցախը ազերբայջանական թուրքական տանդեմին, որոնք միասնաբար կշարունակեն համաթուրանական ծրագիրը եւ նոր Օսմանյան ծրագիրը Հայաստանի աշխարհատարածքին եւ միջին արևելքի մեջ, այսօր նաեւ երբ վտանգը Արցախը Հայաստանը եւ վերջ հայտարարվել է յետք տեսնելով Արցախի ճակատագիրը, այսօր մտածել թե Հայաստանի աբական ինչ է, եւ փաստորեն երբ կտեսնենք ազերբայջանական քրավումը հայաստանյան մայր Հայաստանի հողամասեն եւ երբ կտեսնենք Հայաստանի իշխանություններուն եւ իշխանավորին զիջողական քաղաքականությունը օրստորե ավելի բխրջելով Հայաստանը բարդութեն է բարդություն, ագամա գոչենք, որ արդյոք ցեղասպան թուրքը իր ծրագիրը սկսած է հաջողցնել եւ իրականացնել, ինչ կուզեր թուրքը, դեղահաննել հայ ժողովուրդը, հայկական եկեղեցիներու զանքերը, գոչրակները կանտել, հայության հիմը նկատվող Հայաստանյաց արաքելական Սուրբ եկեղեցին ոտնագողել, հայ երեխային խլել հայերեն լեզուն, հայոց պատմությունը, հայոց գրոնքը, հայութենեն խլել իր արժեքները, իր ազգային նկարակիրը եւ զայն վերածել բարձաբես
Օսմանյան գայսության մեջ ապրո քաղաքացի։ Եվ ադոր փոխարեն պիտի դար իբրև թե դնդեսաբես հանգիստ խաղաղ քաղաքացի կյանք։ Իսկ այսօր ինչ է ուզվածը։ Արարատը մերը չէ, Արցախը Ադրբեջանին է, հայոց պատմությունը կվերածվի Հայաստանի պատմության, անկախ հանրապետության զինանշանը եւ հիմնը կփոխվի, Հայաստանյաց առաքելական եկեղեցին գենթարգվի հալածանքի, հայ մարդուն հավատքի հարվածի, հայկական արժեքները կքամթվին եւ հայը կվերածվի, կփորձվի հայուն Հայաստանի մեջ համոզել, որին կրնա ապրիլ խաղաղ եւ հանգիստ։ Եթե մորնա Արցախը, եթե մորնա Արարատը, եթե մորնա ցեղասպանությունը, եթե մորնա հայոց ժողովրդի թեմ անարդարությունը բաժելու սկզբունքը։ Հայ ժողովուրդը այսօր երեկվնե ավելի կբահանջի խաղաղություն, արժանապատիվ խաղաղություն եւ ոչ բարդատրված խաղաղություն, արժանապատիվ խաղաղություն եւ ոչ այնպիսի խաղաղություն, որպես գտանի թրքացման, Արարատի ուրացման եւ մեր քրիստոնյա հայ եկեղեցվո հավատքի ուրացման։ Այնինչ որ 111 տարի առաջ ցեղասպան թուրքը չգրցավ իրականացնել, այսօր 111 տարի յետք մենք Հայաստանի մեջ եւ Սփյուռքի Հայաստանն ու Սփյուռքը միասապար որոշած ենք եւ պետք է արգելենք, որ Հայաստանը թրկանա, հայու հոգին թրկանա եւ Արարատը հայկական դարձի լալե։ Ժողովուրդները գտածրին ապրելը, երբ գտածրին երազելը։ Մեր երազներ Արցախը ազատագրել, Արցախը ազատագրվեցավ, այսօր 111-րդ ամյակին ոգեգոճման առիթով մենք գվերահաստատենք մեր իրավունքներու ցերկբերման բարդավորությունը, Արցախի վերանգախությունը եւ Արցախի ժողովրդի վերադարձը ազատ ինքնորոշման իրավունքի հիմունքով, Բաքուի փանդերուն մեջ աբորինի գերբով ցերպակալված բադանտներու ազատ արձակումը, արդարության, հավասարության եւ իրավունքի վրա հիմնված խաղաղության վերահաստատումը, Թուրքիո կողմէ ցեղասպանության հանցագործության ճանաչումը, ներողամտության հայցը եւ իրավունքներու վերադարձը, մինչեւ որ այս պայքարը շարունակվի, մինչեւ որ մեր բոլորիս երազը, մեր հազարամյակներու դուն Հայաստանը իր Արարատով, Արցախով, Նախիջևանով, Արևմտյան Հայաստանի գրավյալ բոլոր հողերով վերադառնա մեզի միակ իրավադիրոջ հայ ժողովրդին։ Շնորհակալություն, պարոն Պակրատոնյան։ Շնորհակալություն։